Ում էիր սպասում Նարէ։ Ինձ որ հաստատ չէիր սպասում, չէ՞։ Հա, քեզ չէի սպասում։ Ինձ թվաց Լիլիթը մտավ այս սենյակ, դրա համար եկա ստեղ։ Այսօր աղջիկները իսկապես շատ լավ բան են արել իմ համար ու ես որպես շնորհակալություն ուզում եմ իրենց հրավիրել սրճարան։ Բայց գիտես, Վրամ, դու էլի իմ ամենահասարակ հարցերի մեջ էլ ինչ-որ տողատակեր ես փնտրում ու կասկածներ։ Ու եթե կար մի ժամանակ, որ այդ ամեն ինչը իմ համար սովորական էր, հիմա այդ ինձ շատ ցավացնում է, Վրամ։ Ոչ մի սրճարան։ Եթե վերջացրել եք, տուն ենք գնում։ Վրամ, բայց ինչ կա դրա մեջ, եթե աղջիկներով սրճարան գնանք։ Ընդհանրապես, Սոնա, ես մի բանը մի անգամ եմ ասում։ Մեքենայի մոտ ձեզ եմ սպասում։ Ես դեռ չեմ վերջացրել։ Ասեցի մեքենայի մոտ ձեզ եմ սպասում։ Էս ինչ էր։ Երբ էր եկել։ Ամենասկզբից։ Բա Հայկ ուրա։ Գաղափար չունեմ, բայց լավ կլինի, որ Վրամին երկար չսպասացնենք ու գնանք, քանի չեն հանդիպել։ Բայց ես չեմ հասկանում Վրամի հետ ինչ ա կատարվում։ Չգիտեմ, տպավորությունը, որ առաջվա Վրամն է դարձել։ Ես այնքան մեծ հույս ունեի, որ փոխվել է։ Նարէ, ինձ թվում է, որ մի բան եղել է։ Վրամը հենց այնպես այսքան կասկածներով չէր լցվի։ Չգիտեմ։ Լավ, արի գնանք Վրամին չսպասացնենք, հա։ Բայց միջև այդ մի հատ արագ ասա, ոնց էր ամեն ինչ նորմալ էր, խոսացիք։ Դե փոխվեմ ու գնանք։ Ուզում եմ հասկանեմ հիմա բացատրություն ես տալիս։ Հա։ Դե ոնց որ արդարանում ես էլի։ Այդ էր մնում պակաս, քեզ շատ չերևակայես, ես ուղղակի պատմում եմ այն ինչ եղել է։ Լավ կներես, կատակ է անում։ Ես քեզ ասել եմ, քո մոտ կատակ չի ստացվում անել։ Հասկացա։ Ասում ես սկսել ես սիրել Միքոին, հա։ Այն էլ շատ։ Ոնց հասկացար։ Դե դու ասեցիր։ Ով։ Ես։ Երբ։ Միքոին, դու չէիր ասում, որ սկսել ես շատ սիրել։ Էս Միքոին։ Հա իրա հետ էր։ Հա իրան շատ եմ սիրում։ Շատ։ Ինչի դու ինչ էիր հասկացել։ Լավ, ես չեմ հասկանում, հիմա ամեն անգամ իմ տնից դուրս գալիս սենց մեծ պատմություն է դառնալու։ Ես իրանք չունեմ ազատ շնչեմ։ Էդ արդեն մենակ քեզնից է կախված Նարէ։ Գոնե բացատրի հասկանամ ինչն է պատճառը։ Կբացատրեմ։ Մի քանի բան ունեմ ճշտելու, ճշտեմ, հետո կբացատրեմ մանրամասն, դու էլ կհասկանաս։ Բայց աղոթի, որ այդ օրը չգա Նարէ։ Այսինքն։ Երեխեք, ես էլի վիճում եք։ Ինչ ա եղել։ Չէ, ես էլ սես չեմ դիմանա։ Հիմա ահա որ վատ դեժավյու է սկսում մոտս։ Վրամ, ես երեխա չեմ, որ դու իմ ամեն քայլը հսկես։ Էդ արդեն մենակ ես եմ որոշում Նարէ։ Չէ, իսկապես էլ չեմ դիմանա։ Ուրեմն տնից դուրս չես գա։ Հռամ ջան, բալես հանգստացի։ Բացատրի ինչ ա կատարվում։ Ինչ ա արել Նարեն, որ հետը տենց ես խոսում։ Այս ամեն ինչ արվում է նրա համար, մամա, որ հետո չանի։ Այսինքն։ Մի խոսքով ուշադիր ինձ եք լսում։ Կապ չունի ես տանն եմ, թե տանը չեմ։ Քո ամեն քայլից ես պիտի տեղյակ լինեմ, Նարէ, հասկացար, ու չփորձվես քո տնից դուրս գալու համար ինչ որ մեկին խառնես, հատկապես Սոնային։ Վրամ, ես եմ Նարեին խնդրել, ես եմ Նարեին համոզել։
Իսկ դու սուս մնա, որ ես եմ խոսում։ Չէ, դու անտանելի ես դարձել, երդվում եմ վրամ։ Նույն վրամն ես դարձել, առաջվա վրամը։ Մենք երկուսս գիտենք ինչա նշանակում իրար համար լավ քուր ու աղբեր լինելը։ Մենք երկուսս գիտենք ինչա նշանակում իրար թիկունքին կանգնելը, երբ որ դրա կարիքը կա։ Հիմա նույն սխալը մի արա։ Անցի քո սենյակ, Նարէ։ Նարէ, ասեցի գնա քո սենյակ։ Ես օֆիս եմ գնում։ Ինչ է կատարվում Նարեի ու Վրամի միջև։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց քո անունն է շոշափվում։ Ես ընդամենը ուզել եմ Նարեի տրամադրությունը բարձրացնեմ։ Ուրեմն ուշադրիր լսի ինձ, աղջիկ ջան։ Ես քեզ այս տուն գրկաբաց եմ ընդունել ու սիրով եմ շրջապատել, որովհետև տեսել եմ, որ երեխես քո կողքին երջանիկ է։ Ինչքան որ կարող եմ քո համար լավը լինել ու շատ բաներ մի կողմ դնել, այդքան կարող եմ վատը լինել, եթե հանկարծ տեսնեմ, որ տանս մեջ պառակտություն ես մտցնում։ Ես դա քեզ չեմ ների։ Ես կարող եմ քեզ ոչ մի բան չասել, երբ խոսքս չես հարգում, երբ ինձ լսում ես, բայց ասածներս չես անում։ Բայց ես քեզ թույլ չեմ տա տունս ներսից քանդել։ Հասկացար ինձ։ Իսկ հիմա ինձ ասա, ուր էիր տարել Նարեին։ Ինչ էիք պլանավորում անել։ Ես ձեր ագրեսիայի պատճառը չեմ հասկանում։ Ինչ վատ բան եմ արել։ Սա ագրեսիա չի, աղջիկ ջան։ Սա մոր անհանգստություն է, երբ տեսնում եմ, որ իր երկու երեխեքը իրար դեմ են դուրս եկել։ Լավ, ես հասկանում եմ, որ այս պահին Վրամն ու Նարեն կոնֆլիկտ ունեն։ Ես այդտեղ ինչ կապ ունեմ։ Ուր էիր տարել Նարեին։ Սպա կենտրոն։ Ինչի համար։ Ինչի համար են գնում սպա կենտրոն։ Տարել էի, որ Նարեի տրամադրությունը մի քիչ բարձրանա։ Ես ինչ վատ բան եմ արել։ Հիշում ես, ես քեզ մի անգամ արդեն ասեցի, որ ամենից վեր քո տան խաղաղությունը պետքա դասես։ Դու այն ժամանակ լուրջ չվերաբերվեցիր ասածներիս։ Իսկ ես հենց այս պահի մասին էի խոսում։ Հուսով եմ, էլ նման բան չի կրկնվի։ Նարե, ո՞նց ես։ Ավելի լավ չի լինում, մամա ջան։ Իսկ կարող է գոնե դու բացատրես ինչ է կատարվում։ Ման, բայց ես քեզ ինչ բացատրեմ։ Ինչ որ մեկը պիտի ինձ բացատրի ինչա կատարվում, որ ես էլ քեզ բացատրեմ։ Նարե, այս սենյակում ես ու դու ենք։ Ոչ ոք չկա։ Ու կարիք էլ չկա, որ դու իմ առաջ խաղաս։ Ես էլ դու էլ գիտենք, որ Վրամը հենց այնպես հետդ այդպես չէր խոսի առանց պատճառի։ Մամա, Ինչ։ առաջին օրն է որ ճանաչում ես Վրամին։ Ուղղակի մի պահ Սոնայի հետի հարաբերությունների պատճառով, չգիտեմ, փոխվել էր։ Իսկ հիմա, որ արդեն հասել է իր նպատակին, Սոնան իր կողքին է, նույն առաջվա Վրամն է դարձել։ Աղբորդ մասին ես խոսում, ամոթ ունեցի։ Լավ, մի հատ կբացատրես ես ինչ եմ արել, որ սենց մեծ պատմություն է սարքել։ Իսկ կարող է ամեն դեպքում ինչ որ մի բան կա։ Ինչ։ Դու շատ լավ հասկանում ես ինչ նկատի ունեմ ու ում նկատի ունեմ։ Նարե, ես քեզ բնականաբար տան անդամների մոտ չեմ գցի, բայց ուզում եմ ականջիդ օղ անես։
Եթե հանկարծ պարզվի, որ կասկածներս ճիշտ են, ես էլ կմիանամ Վրամին։ Ու չհամարձակվես Վրամի հետ համեմատվել, որովհետև ձեր պատմությունները լրիվ ուրիշ են։ Ես այս տուն եմ թողել իմ երեխու սպանողի բարեկամուհուն, որովհետև այդ աղջիկը ոչ մի կապ չունի այդ պատմության հետ։ Բայց ես երբեք, լսում ես, երբեք չեմ ընդունի այն մարդուն, ում պատճառով իմ ու երեխուս հանդիպման վայրը գերեզմանն է դարձել։ Դու այդքանը չես հասկանում, չես մտածում։ Նարը ինչ եղար, գոնե մի բան գրի, անհանգիստ եմ։ Ինչ ես եկել։ Հատուկ պատճառներ չեմ գտել գալու համար, բայց ոնց որ արդեն փոշմանեցի։ Ինչի։ Որովհետև նենց հարցեր ես տալիս, խառնվում եմ իրար։ Հա, բայց ինչ հարց եմ տվել։ Դու ես խաղալիքը անունը Միքո դրել։ Ես է հարցնում եմ, այդքան շատ ես սիրել Միքոին։ Ոնց որ արդեն անունը փոխելու ժամանակն է։ Ինչ։ Օրինակ կարելի է դնել Արդեն որոշված է խաղալիքի անունը։ Այդ էր մնում պակաս մի հատ ուրիշ տղու անուն դնեիր ու ասեիր շատ ես սիրում։ Ինչ։ Ասենք թե դնում եմ փոխում եմ, հետո ինչ։ Դու ընդհանրապես ինչի եկար։ Գնամ։ Չէ, ասում եմ ինչի եկար։ Դու այս ժամին գործի ես։ Ոնց իմացար տեղս ու գալուտ նպատակը ո՞րն էր։ Դե որովհետև ես չեմ սիրում, որ անհասկանալի վիճակներ ա լինում։ Եկա որ բացատրություն տամ։ Քո համար կարևոր է, հա, տենց, որ ես հասկանամ քեզ։ Ինձ իմ զենքով ես պատասխանում։ Դե հա, ուզում եմ հասկանամ այդքան կարևոր եմ, հա, քո համար, որ անտրամադիր չլինեմ, կամ որ քեզ ճիշտ հասկանամ։ Գիտես ամենաշատը ինչի չեմ սիրում, երբ որ բոլոր հարցերիդ պատասխանները աչքիդ դիմաց ա դրված, բայց դու քեզ դնում ես միամիտի տեղ, իբր ոչինչ չես հասկանում։ Հա, կարող է ես ամեն ինչը լավ հասկանում եմ, բայց ուզում եմ, որ քեզնից լսեմ պատասխանը։ Ախ այդպես, հա։ Ախ այդպես։ Ուրեմն չես էլ լսի։ Տենց չեղավ։ Էն էլ ոնց եղավ։ Սպասի, Լիլիթ։ Այս չգրանցված ապրանքների հարցը ինչ արեցիր։ Ձյացակո ամեն ինչ պատրաստ է, մնում է քո ստորագրությունը ու ես կսկսեմ։ Արմո, հիմա մի քիչ գլուխս խառնա, այս ապրանքների հարցը հույսս դու ես։ Նենց պիտի անես, որ ամեն ինչ նորմալ լինի։ Հետո գիտես, առաջի անգամ ոչ ենք աշխատում իրար հետ։ Ձյացակո հանգիստ եղի, ոնց որ դու ես ասում առաջին անգամը չի, միշտ էլ ես եմ արել։ Բայց քեզ մի բան պետք է խնդրեմ, Ձյացակո, քանի պայմանագրերը չենք կապել, Վրամը պետք չի իմանա։ Չի իմանա Վրամը։ Էդ ինչը պիտի չիմանա, որ Նարե, Հայկ, ո՞նց ես։
Լավ եմ, բայց արդեն անհանգստանում եմ։ Ուր ես կորել։ Նորմալ է ամեն ինչ, դու լավ ես։ Հա, նորմալ է։ Ես լավ եմ, միան հանգստացի, արդեն տանն եմ։ Կներես հավեր չեկա, ուղղակի ես գաղափար անգամ չունեի, որ Վրամը սրահում է։ Ինչի համար ես ինձ ասում կներես։ Լիլիթը ինձ ամեն ինչ ասես, Նարե, ես ամեն ինչ լավ հասկանում եմ։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ ներշի որ վախեցել թաքնվել էի։ Հիմա պիտի իմ վրայով էլ անցնեմ ու լիքը բաներ չասեմ, լիքը բաներ չխոսամ, որովհետև արանքում Սոնա կա։ Սոնան իմ ձեռքերն էցա կապել, որ էլ ասելու չի։ Հայկ, ինչ արել ես, լավ ես արել։ Ուղղակի վերջին շրջանում Վրամը շատ լարված է ու չգիտեմ, ինչ-որ մի բան հաստատ եղել է ու ինչ-որ մեկը տրամադրել է Վրամին իմ դեմ։ Վստահ եմ, որ մի բան կասկածում է։ Բա ասում ես ճիշտ եմ արել, որ չեմ եկել։ Հայկ, խնդրում եմ։ Մեկա էս են հարցը չի նալը, որ պիտի սենց երկար թակում պահենք։ Հա, բայց բաց այդ խոսելու ժամանակն էլ չի։ Ես չգիտեմ ով է կանգնած այս պատմության հետևում։ Կարող է լի Արմոնը։ Լավ, մի խոսքով։ Ես իմ անելիքները լավ գիտեմ։ Հայկ, տենց բան չանես։ Ասում եմ, ես իմ անելիքները ուղղակի ուշացրել եմ Նարե, դրա համար էլ հասել ենք այսօրվա։ Հայկ, ես հասկանում եմ, որ դու Սոնայի մասին մտածում ես, բայց խնդրում եմ մի քիչ էլ իմ մասին մտածի, հա։ Ու նենց չի, որ ինձ դուր են գալիս այս թաքուն հարաբերությունները կամ ծածուկ իրար հետ հանդիպելը։ Ուղղակի ես գիտեմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ու քո պատկերացմամբ երբ է դրա ժամանակը։ Չգիտեմ, բայց հաստատ սարերի հետևում չի։ Լավ, այսինքն դու հիմա ինչ ես առաջարկում։ Որ ոչ մի բան չանեմ, հա, Նարե։ Ձեռքերս ծալած նստեմ։ Ասում ես, որ պետք Արմոն կամ էլ ուրիշ ինչ-որ մեկը, չգիտեմ, ինչ-որ խաղ է խաղում։ Ոչ մի բան չանեմ, չիմանամ, հա, ինչ է կատարվում։ Կամ աղբերդ ասում ես, որ տեղյակ է։ Ես ձևացնեմ իբր ոչ մի բան չի եղել, հա։ Լավ, թեկուզ որ ձևացնեմ իբր ոչ մի բան չի եղել։ Ոնց ես պատկերացնում, ինձ դրանից հետո պիտի հարգեմ։ Հայկ, դու մտածում ես չէ Սոնայի մասին, որ Սոնայի համար ինչ-որ վատ բան չլինի, որովհետև մտածում ես հնարավոր է մի բան լինի Սոնային։ Իմ մասին էլ մտածի։ Ես քեզ նորից եմ ասում, այս ամեն ինչը ժամանակավոր է։ Հիմա Վրամը լարված է, ու դու եթե ընկնես քո էմոցիաների հետևից ու գաս հանդիպումներ փնտրես, ես չգիտեմ ինչ է լինելու։ Երբ կարամ քեզ տեսնեմ։ Չգիտեմ, հնարավոր է հիմա մի բան մտածեմ դուրս գամ։ Ուղղակի այս ամեն ինչը ասում եմ քեզ, որ եթե հանկարծ չկարողանամ դուրս գալ, դու տեղյակ լինես։ Ես չգիտեմ, ես արդեն գժվելու բան ան արա։ Հանուն ինձ։ Լավ, բայց մի բան մտածի, որ տնից դուրս գաս ու հանդիպենք։ Պիտի հասկանանք ինչ ենք անում Նարե ջան, որովհետև սենց երկար չի կարա շարունակվում։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Ասում եք, այդ ինչը պիտի չիմանամ։ Դե մի քանի սխալներ կային Վրամ ջան, մտածում էինք մենք լուծենք, քեզ էլ դրա մասին ոչ մի բան չասենք։ Ինչ սխալներ։ Դատարկ բաներ է, Վրամ ջան։ Դու պիտի տուն գնայիր, ինչի հետ եկար։ Մի երկու կիսատ գործ ունեմ։ Եկել եմ անեմ գնամ։ Լավ, դե դուք շարունակեք, ես հիմա կգամ։ Էս ինչ խաղեր ես խաղում Արմո։ Ինչ է եղել Վրամ ջան։ Հորս մոտ ասում ես, պայմանավորվում ես, որ ես ոչ մի բան չիմանամ, գալիս ես իմ մոտ էլ նույն հակառակն ես պայմանավորվում։ Դու ված չես զգում, որ սենց բաներ ես ասում։ Էսա քո շնորհակալությունը։ Դե ես պիտի վատ զգամ Արմո, թե դու։ Ինչի համար ված զգամ։ Պապատ մեծ սխալ էր թույլ տվել։ Ղեկավար մարդա չի ուզում այդ սխալի մասին ոչ մեկ իմանա։ Ասել է, որ հատկապես դու չիմանայիր այդ սխալի մասին։ Վատ բան եմ անում Վրամ։ Ինչ սխալ է արել։
Հաշվարկների մեջ սխալ էր թույլ տվել, բայց այդ կարևոր չի, մենք ինչ պետք է արդեն լուծել ենք, արել ենք։ Քեզ ասում էի, չէ՞։ Այս էլ դրա վառ ապացույցն ու օրինակն է։ Ձեզ ցակոն իր նման չի ու գործը իր ընդհանրապես չի հետաքրքրում։ Դու ինչ պետք է անես։ Կարող եմ միասին դուրս գանք, թե գործը չտա։ Ամփերի հեսա դուրս կգանք։ Օհո։ Ես սպասում էի սրան։ Ալո։ Պետք է հանդիպենք։ Այդ դու ես տենց որոշել։ Կարևորը։ Ում համար։ Դու գիտես ուր գաս, Սաքո։ Ես կմտածեմ, կամ թե չէ։ Անց ես այդ մատիտով տանում բերում, հեսա կճղես այդ թուղթն արե։ Ու էլի ասելու ես, որ չգիտես ինչա կատարվում։ Կլինի ինձ հանգիստ թողեք։ Վայ։ Քո համար թե եմ դրել։ Ես քեզանից թե չեմ ուզել։ Մամ։ Կներես։ Ոչինչ նորմալ է։ Շատ վատ է, որ նորմալ է, այս քո համար։ Ուղղակի ես էլ չեմ հասկանում ինչա հետս կատարվում, ահա որ լարված եմ։ Գիտես, ես վստահ եմ, որ դու գիտես ինչ անել, ուղղակի ցանկության հարց է։ Արե, դու հորքուրի մասին այս վերջերս չես խոսում։ Տեղեկություն ունես իրանից։ Չէ, տեղեկություն չունեմ, պապան ինչ-որ բան գիտի։ Չէ, ես ոչ մի բան չեմ ասել, ուղղակի այդ գերեզմանի պատմությունից հետո մի տեսական մտահոգան։ Բայց ես չեմ հասկանում, ինչի եք մտածում, որ հորքուրն է, կարող է ուրիշ մարդ է եղել, ինչ-որ ծանոթ, ընկեր կամ բարեկամ։ Այդ ինչ ծանոթ ընկեր պետք է լինի, որ 6 տարի հետո կարող է գերեզմանի մասին հիշի։ Չգիտեմ, ուղղակի տենց մի պահ մտքովս անցավ։ Լավ, հարի գնանք խոհանոց։ Երկուսով թեյ խմենք։ Սոն ընտանը չի։ Տաննա։ Ննջարանից դուրս չի գալիս։ Ինչի։ Ինչ է ինչի։ Ես ինչ իմանամ, նարե։ Սոնային ինչ-որ բան ես ասել։ Ես։ Իսկ ինչ-որ բան պիտի ասեի։ Լավ, արի գնանք։ Արի, քեզ եմ սպասում։ Լիլի ջան, կլինի մի քիչ դանդաղ քայլես, մրցման չենք դուրս եկել։ Հայ ապրես։ Շունչս կտրվեց։ Սենց լավ է։ Հա, շատ։ Ուր ես գնում։ Սալոն ես գնում։
Չէ, էլի իմաստ չունի։ Ինչի։ Դե ասեցիր, որ վրամն է եկել։ Այսինքն Սոնան եկել է գործի։ Հա, Սոնան եկել էր գործի։ Լավ էր, ամեն ինչ կարգին էր։ Բայց ես բան չասեցի։ Պարտադիր չի, որ մի բան ասես հասկանամ։ Ուզում ես ասես մտքերս կարդում ես։ Ոայ, կլինի ես էլ ոչ մի բան չասեմ, որովհետև ինչ ասում եմ, մեկը մի տողատակ գտնում ես։ Այդ մենակ ինձ ուրախացնում է։ Բոք ուրախացնի, բա ինչ կանի։ Չես մրսում։ Չէ, ինչի պիտի մրսեմ, հո ձմեր չի դուրսը որ մրսեմ։ Գնանք միտեղ տաք բան խմելու։ Չէ, ավելի լավ է ես գնամ տուն, որովհետև եթե մի քիչ էլ մնամ, հաստատ լեզվիս վրա չեմ կարողանալու էլի մի բան ասելու եմ։ Դե ես էլ եմ գալիս քո հետ։ Դու որպես ինչ ես գալիս։ Արի ճամփին կհասկանանք։ Կարող եմ մինչև այս թղթերի նայել եմ այդ կոֆե խմել։ Հա, դու նստի, ես հեսա կգամ։ Լավ, Վրամ ջան։ Վրամ ջան, ես ոնց է կար դրան ձայնը չլսեցի։ Մի ձև եկա էլի մամ։ Սոնանու գա։ Ձեր սենյակում է։ Արմոն ներսում է, մեզ երկու բաժակ կոֆե դիր էլի։ Հեսա կդնեմ։ Նարե, աղբորդ հետ լեզու գտի։ Մամա ջան, իր արածները հեչ, իմ արածները աչքի տերևած։ Էլ չսկսես, հա։ Դու սկսեցիր։ Տեր ասած, ինձ համբերություն տուր։ Կոֆեն դիր ու տար։ Սոն, ինչ կա։ Չհասկացա, քեզ ինչ եղավ։ Դու դեռ հարցնում ես։ Վրամ այսօրվա քո արածը, քո պահվածքը դուրդ եկավ։ Չհասկացա։ Հիմա պիտի քեզ բացատրություններ տամ, հա Սոնա։ Չէ, ես ով եմ, որ դու ինձ բացատրություններ տաս։ Ընդամենը կարայիր հաշվի առնել այն փաստը, որ այս ամենը ես եմ կազմակերպել։ Ամեն ինչ արել եմ, որ քուրիկդ մի քիչ իրեն լավ զգա։ Իսկ դու ամեն ինչ ջուրը գցեցիր։ Ամեն ինչ այնպես արեցիր, որ իմ դեմ պտտվեց։ Ուզում էի այնպես անել, որ Նարեն իրեն լավ զգա, բայց ավելի վատ եղավ։ Մի հատ խորը շունչ քաշի ու հանգստացի աղջիկ ջան։ Ես այս կյանքում ինչ անում եմ, ճիշտ եմ անում։ Այդ ականջի տող արա։ Ոչ մի բան էլ քո դեմ դուրս չի եկել ու չի շրջվել։ Ինչ արել ես եմ արել ու էլի եմ ասում, ճիշտ եմ արել։ Ինչը սրտովդ չի Սոնա։ Ես չգիտեմ ինչ ասեմ, բայց քանի դեռ դու մտածում ես, որ ինչ արել ես ճիշտ ես արել, ինձ թվում է կարիք էլ չկա, որ բան ասեմ։ Հիմա նստելու ես տեղ ու սենյակից դուրս չգաս։ Չէ, չեմ դուրս գալու։ Դե ես արդեն բարձրանամ տուն։ Լավ, դե ես վաղը կգամ հետևից։ Ինչի։ Որ աշխատանքի ճանապարհ։ Բայց ոչինչ որ վաղ աշխատանքային օր չի։ Ափսոս, բայց ոչինչ, մի բան կմտածենք։ Չգիտեմ։ Մեկը գալու եմ։ Ինչի։ Դե որովհետև հիմա ամեն ինչ անում ես, որ մի բան հորին է։ Չէ, ուզում եմ որ ճիշտը ասես։ Լավ։ Ուզում եմ քեզ ամեն օր տեսնեմ։ Դե ինչ։ Դու չասեցիր, որ ուզում ես անկեղծ լսես։ Դե հա, բայց չէի մտածում, որ տենց միանգամից կանկեղծանաս։ Դե ես հերվից գալ չգիտեմ։ Դե լավ, քանի շատ չես անկեղծացել, ավելի լավ է ես գնամ տուն, հա։ Չէ, սպասի։ Ասում եմ, քանի անկեղծության ժամ է, կարող է երկուսս անկեղծ լինենք։ Դե համել
Երկուսս էլ լավ հասկանում ենք ինչա կատարվում։ Չէ, ես ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Համ էլ այսօր ֆորմայի մեջ չեմ, ես սենց չեմ պատկերացրել։ Բա ո՞նց էր պատկերացնում։ Ուրիշ ձև, չգիտեմ։ Ցրում ես։ Հա, չէ, այսինքն չէ։ Լիլիթ ինչի սենց խառնվեցիր իրար։ Դե որովհետև շփոթվում եմ քո հարցերից։ Ավելի լավ է ես գնամ տուն, էլի կլինի վաղը կխոսանք այս թեմայով։ Դու խելագար ես։ Այ ինձ հենց էդ էլ պետք էր։ Վերջ ես նեղացա։ Ես գնում եմ։ Դու ոչ մի տեղ չես գնում։ Տեսես փաստաթղթերը, մի հատ էլ դու քո աչքով նայի, որ ստորակ ես։ Ոնց ես, Նարեկ ջան։ Լսել եմ նոր համագործակցություն ես հասկսել հյուրանոցների հետ։ Այսինքն։ Ինչ համագործակցություն։ Չգիտեմ, Արմոն իմ կյանքը ինձանից լավ գիտի։ Փաստորեն սխալվել եմ։ Ուղղակի մի քանի անգամ Նարեին տեսել եմ հյուրանոցում։ Ինչքան գնացել եմ այդ կողմի վրա, նույն հյուրանոցում տեսել եմ ոնց մտնում ու դուրս գալիս։ Մտածեցի երևի նորից համագործակցություն է սկսել հյուրանոցների հետ։ Դե առաջ էլ էր չէ՞ մեծ հյուրանոցների հետ աշխատում։ Ես սպասում եի ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նորություններ կան երեխայի գործով։ Շատ լավ։ Առաջանանք։ Այդ երբանից է սկսել ինձ հետևել։ Ինչ հյուրանոցի մասին է խոսքը։ Հարց է տալիս։ Պատասխանի։ Կարող է բացատրես հասկանամ ինչա կատարվում։ Ինձ թվում է ոչ մեկիդ համար նորություն չի, որ ես ատելյեում էլ չեմ աշխատում ու վաղուց հանձնել եմ։ Հիմա պատվերներ եմ վերցնում ու առաքում եմ դրանք։ Չգիտեմ ինձ որ հյուրանոցում ես տեսել։ Բայց չեմ կարծում, որ պետք է իմ աշխատանքը սենց դրամատիզացնել։ Ես հույս ունեմ, որ այս սխալ ու էժանագին ենթադրությունների պատճառով չի, որ դու սկսել ես իմ հետ վատվարվել։ Փաստորեն քո ու Նարեի հարաբերությունները այդքան էլ լավ չի, հա։ Քեզ ինչ։ Ժամ ենք պայմանավորվել։ Եկել եմ, երբ հարմար եմ գտել, Աբու։ Բա Տենց բանա կյանքը։ Մի օր քեզ ամենակարող ես զգում, շահեկան դիրքերում ես, մյուս օրն էլ նենց հաստատվում, որ Աբու լեզու տատանների հետևից դուրս չի գալիս։ Ու հնարավոր է, որ մարդ կյանքում նենց բան անի, որ հաջորդ անգամ էլ չկարողանա ոչ մի բան խոսել, ոչ էլ անել։ Ամբողջ կյանքը
վախով ու դողով ապրել։ Վերջ, բրծար, լսի քեզ ինչ եմ ասում, շատ ուշադիր լսի։ Ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Միակ իմ փոշմանած բանը եղել է, որ գործս չեմ ավարտել։ Ու դու հիմա, որտեղ նստած ես, հաշվի, որ այդ իմ ողորմությունն է քեզ։ Լսի, որ իմ աղջիկը քո տանն է ապրում, այդ չի նշանակում, որ ես իմ դիրքերը թուլացրել եմ։ Ես ամեն ինչ գիտեմ ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչ է լինում։ Ու հանկարծ միամիտ չլնես ու սխալ քայլեր անես։ Բա, հիշում ես ես քեզ ինչ ասի։ Ես քեզ ասի, որ եթե ես այդ տեղից դուրս գամ, որտեղ որ պահում էիք ինձ, թաղումդ կազմակերպելու եմ։ Դու ճիշտ ես ասում այդ մի բանը, որ ինձ չպիտի այնտեղից դուրս թողնեիք, այսպես ազատ, հանգիստ։ Իսկ հիմա աբո, իմ ու քո մեջ ես շահեկան դիրքում եմ։ Ես կորցնելու բան չունեմ։ Այ, իսկ դու աբո մտածելու շատ բան ունես։ Ես քո տեղը այդքան վստահ չէի լինի։